Հասական կուսակցական համակարգերում միշտ օրինակ կան պահպանողականներ, լեյբորիստներ, հանրապետականներ, դեմոկրատներ։ Հայաստանում այդ բազմազանության պատճառը անձակենտրոն կուսակցություն երբ է կայանում, երբ որ անձից դուրս է գալիս ու սկսում է գաղափարի շուրջ հավաքվել, չէ՞։ Դրա համար անձակենտրոնը համակարգը մարդիկ գնում են ինչ-որ մեկին նա պատկանում այդ կուսակցությունը, տերմն այդ մեկի հետ չի լինում յոլա գնալ, արասում են թքած ես 5 հոգով կգնամ, ես իմը կբացեմ, գնում է իրանն է բացում, մի հատ ֆանտաստիկ անուն է դնում վրան, որ նայում ես ասում ես ախպեր, լավ, քաղաքականության հետ ինչ կապ ունի ախպեր, սա լավ կենացի անուն է, լավ կենացի սկիզբ է ապե կամ ավարտ։ Կարող է կուսակցությունին լավ լինենք հորս Սարև։ Ապրես, կարա լինի թութու լավ է։ Ու դա պատճառը քաղաքական համակարգի չձևավորվածության, Ժողովուրդ ջան, Սամվել ջան, այսինքն պատճառը, որ այդքան շատ են կուսակցությունները, այդ դրանով է պայմանավորված։ Ուզես չուզես դա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեծ կուսակցությունները չեն դարել իրականում ոչ թե շահերով ու անձերով պայմանավորված, այլ գաղափարներով, հա, այսպես ասած, կաշկանդված կառույցներ, որտեղ մարդիկ կարողանալու են ինստիտուցիոնալ քաղաքական գործունեություն ծավալել։